Հարց ու պատասխանն է շողակաթի եթերում, բարև ձեզ։ Վարկյաններ անց սիրով կհնչեցնենք մեր օգտատերերի հարցերը, որոնք վերաբերում են պատարագից հետո քահանայի հավատացյալների վրա զգեստ փռելուն, մանկահասակ աղջիկների գլխաշոր կրելուն, եկեղեցիներին կից մատաղատների առկայությանը, խաչեղբոր եւ կնքահոր տարբերություններին, զույգի տասնյակ տարիներ անց եկեղեցական կարգով պսակադրվելուն, խոստովանության կարգին մասնակցելու տարիքին։ Տեր Լևոն քահանա Դավթյանն է միացել մեզ տեսակապով գուգարած թեմից, Տեր այր օրհնեցեք։ Աստված օրհնի։ Պատարագից հետո ինչու է քահանան իր զգեստը փռում հավատացյալների վրա։ Սիրանուշի հարցով բացենք այսօրվա հաղորդումը, խնդրեմ։ Նախ եւ առաջ ողջունում եմ բոլորին։ Հարցի հետ կապված, ուրեմն տվյալ ավանդույթը եկեղեցում պայմանավորված է նրանով, որ հոգևորականի յուրաքանչյուր զգեստի մաս ինչ-որ բան է խորհրդանշում, այս պարագային եւ հոգևորականը ընդհանրապես պատարագից առաջ զգեստավորվելուց, զգեստը հագնելուց առաջ աղոթք է կարդում։ Եվ երբ կարդում ենք շուրջառին վերաբերվող աղոթքը, տեսնում ենք այստեղ, որ քահանան խնդրում է Աստծուց, որ իրեն զգեստավորի պայծառ զգեստներով, որը պիտի պարսպած պահի չարի ներգործությունից։ Եվ այս պարագային հոգևորականի շուրջառը գցելով ժողովրդի վրա այդ խորհուրդ ունի, այսինքն հովանավորության, պարսպյալ պահելով ժողովրդին ներգործությունից, որևէ չար ներգործությունից։ Եվ աղոթք է կարդացվում վերջում շուրջառը ժողովրդի վրա տարածելով կարդացվում է պահպանի ճաղող ժողովրդի համար։ Կանոնով սահմանված չի, որ պետքա պարտադիր այդպես արվի, որ պիտի շուրջառը փռվի, դա ընթացքում ծեսի մաս է դարել կարծես թե, բայց ինքը ծեսի մեջ չի մտնում։ Բայց քանի որ մեր ժողովուրդը ավելի իր տեսանելի, կարելի է ասել, որ տեսնելով է հավատում, կարծում եմ, որ դրանից ելնելով է, որ այդ սովորույթը մտել է, որպեսզի ժողովուրդը նաև բացի նրան, որ հոգևոր զգացողությունը պիտի ունենա աղոթքի ընթացքում, նաև զգա իր վրա այդ շուրջառի ներգործությունը կարծես։ Սոնան հարցնում է, պարտադիր է, որ մանկահասակ աղջիկները եկեղեցում գլխաշոր կրեն։ Գլխաշոր կրելու սովորությունը հենց Պողոս առաքյալի նամակներից մեկում, օրընթացիներին ուղղված նամակում ասում է, որ պիտի կանայք գլխաշոր, չէ, գցեն իրենց գլխներին, բաց գլխով չմտնեն, ասելով, որ եթե պետք է բաց գլխով մտնեք, ավելի լավ է ձեր մազերը սափրեք։ Որովհետև Կորինթոսում, եթե մենք փորձենք հասկանալ ժամանակը եւ տարածաշրջանը, որտեղ էր Կորինթոսը, հունական, հռոմեական միջավայր, որտեղ շատ տարբեր ազգեր էին ապրում, տարբեր ազգերից սովորություններ էր ներմուծվել այդտեղ, տարբեր պատմիչներ նույնիսկ խոսում են, որ Կորինթոսը բազմաշերտ, բազմամշակութային քաղաք էր, նավահանգստային քաղաք էր եւ ժամանակ էր լինում, որ այդտեղ տարբեր երկրներից նավագնացները մնում էին ձմեռային ամիսներին, եթե հնարավոր չէր նավարկելու, եւ հիմնականում այնտեղ նաեւ կային կանայք, ովքեր գլխաբաց էին, բաց մազերով էին, եւ որպեսզի այդ սովորույթը քրիստոնյաների մեջ չմնա ու չտարածվի, որովհետև բաց մազերով կանայք ուրիշ բաների հետ էին ասոցացվում եւ նրանք այդ վիճակով նույնիսկ եկեղեցի էին գալիս։ Դա համար Պողոս առաքյալը ասում է, որ դուք քրիստոնյա եք, դուք պետք է Աստծո առաջ գլխափակ կանգնեք, այսինքն ձեր գլուխները ծածկած, իսկ տղամարդկանց ասում են, որ գլուխները պետք է բաց լինեն Աստծո առաջ, որովհետև նրանք Աստծո պատկերն են, իսկ կանայք, քանի որ իրենց ամուսինների ետևում են, իրենց ամուսինների պատիվն են, նրանք պիտի իրենց գլուխները փակած լինեն Աստծո առաջ։ Այսինքն այդ տարբերությունը նաև դնելու համար կնոջ եւ տղամարդու միջև։ Ու ի վերջո գլխաշորը ինքը խոնարհության նշան է եւ գլխաշորով կանգնելը եկեղեցում կինը ցույց է տալիս դրանով իր խոնարհությունը Աստծո առաջ։ Բայց նաև Աստվածաշնչի մեջ հենց Քրիստոսի խոսքերից հասկանում ենք, որ երեխաները կարծես առավելություն ունեն, որ Քրիստոս տեղիներ կա, որտեղ ասում է թող
թողեք այդ երեխաներին, որպեսզի ինձ մոտենան, որովհետև նրանցն է Աստծո արքայությունը, տեսեք չնեղացնեք նրանցից որևիցե մեկին։ Եվ գլխաշոր կրելու սովորությունը երեխաներին նաև պարտադրանքի հետ կապված երևի թե պետք չի պարտադրանքի առումով։ Հիմա մեր եկեղեցիներում նաև երեխաներն են գլխաշոր կրում իրենց մայրերի, տատիկների հետ, երբ հաճախում են եկեղեցի, հավատացյալ իրենց ծնողների հետ, եւ դա լավ սովորույթ է, որովհետեւ հետագայում այդ երեխաները, աղջիկները խնդիրներ չեն տեսնում եկեղեցիներում գլխաշոր կրելու։ Դրա համար շատ ճիշտ է, երբ երեխային փոքր տարիքից սովորեցնում ենք եկեղեցում վարվելակարգի իրենց պահելու կարգ ու կանոնին։ Էրիկին հետաքրքրում է, ինչու շատ եկեղեցիներ մատաղատուն չունեն։ Ուրեմն մատաղատուն չունեն, որովհետև չեն կառուցվել։ Մատաղատները հիմնականում կառուցվել են, եթե պատմությունը նայում ենք, վանքերին կից, որտեղ ուխտավորներ են գնացել եւ այդ երկար ճանապարհը անցնելուց հետո այնտեղ իրենց մատաղը նվիրատվությունն են արել։ Նույնիսկ ասենք կենդանիների մատաղելու տեսքով եւ բաժանել են այդտեղ գտնվող աղքատներին, գիտենք որ վանքերի շուրջ միշտ բազում են եղել աղքատները, ովքեր սպասել են որ իրենց պիտի ողորմություն տան եւ ողորմության մի ձև էլ դա է եղել, որ կերակրեն աղքատներին, դրա համար ստեղծվել են մատաղատները, որպեսզի այդ սենյակներում կազմակերպեն։ Ճիշտ ու սխալը չկա էլ, որ ճիշտ է թե չկա։ Ուղղակի եկեղեցիներում նամանավանդ քաղաքային միջավայրերում մատաղատներ տեսնում ենք, որ չի կառուցված եկեղեցիներին կից։ Աննան հարցնում է, եթե 28 տարի առաջ ամուսնացել է առանց եկեղեցու, խաչեղբայրն էլ մահացել է, կարող է նոր խաչեղբայր ընտրել եւ արդեն եկեղեցական կարգով ամուսնանալ։ Ուրեմն պսակի կարգը կատարվում է եկեղեցում եւ օծյալ հոգեվորականի կողմից։ Միայն այդ պարագային կարելի է համարել, որ զույգերը ամուսնացած են, պսակված են։ Եթե պսակի կարգ չի կատարվել եկեղեցում, այդ զույգերը պսակված եկեղեցու կարգով պսակված չեն համարվում։ Այսինքն, եթե նրանք չեն ամուսնացել եկեղեցով եւ ուզում են եկեղեցով ամուսնանալ, պարտադիր այո, պետքա ընտրեն իրենց խաչեղբորը եւ պսակի կարգ կատարեն։ Շատ ողջունելի է Աննայի ցանկությունը եկեղեցով պսակի կարգ կատարելու, որովհետեւ եկեղեցով է միայն որ ամուսնության պսակի կարգն է կատարվում եւ այնտեղ աղոթք կա, որտեղ ասում է այլևս ոչ են երկու, այլ մի մարմին, կինը եւ ամուսինը։ Եվ պետք է որ իրենց խաչեղբորը ընտրեն եւ գնան եկեղեցի, պարտադիր չի որպեսզի մեծ ճոխ ինչ որ խնջույք կազմակերպեն, այլ օրհնել տան քահանային իրենց ամատանիները, քահանան որպեսզի ամուսնության պսակի կարգ կատարի եւ օրինական Աստծո առաջ այլևս նրանք ամուսիններ լինեն։ Ընդհանրապես պետք է որ ի սկզբանե արվեր դա, բայց օրինակ հայկական իրականության մեջ խորհրդային շրջանում մարդիկ վախենալով չեն գնացել եկեղեցիներ եւ այսօր մենք մեր ծառայության մեջ տեսնում ենք, որ մարդիկ կան մեծ տարիքով մոտենում են, ովքեր եկեղեցով պսակի կարգ չեն արել եւ ցանկանում են որպեսզի եկեղեցով արվի կարգը եւ քահանան ինչպես կարգն է պսակի օրհնում է մատանիները նորապսակներին, որովհետև այդ պահից են նրանք նորապսակներ համարվում եկեղեցու կարգով։ Եվ շատ ողջունելի է, որ մեր ազգի մոտ այդ ցանկությունը կա, որպեսզի եկեղեցու կարգով իրենց հայրերի ավանդույթով նաև պսակի կարգ կատարեն եւ օրհնությունը ստանան Աստծո։ Ժորժ Նազարյանը հարց է ուղղել, որն է խաչեղբոր եւ կնքահոր տարբերությունը։ Ուրեմն խաչեղբայր կամ խաչքավոր մեր հայ իրականության մեջ այդ քավոր բառը կարելի է ասել նախաքրիստոնեական է։ Եվ հետագայում տեղափոխվել է նաև քրիստոնեության շրջանում։ Այդ մասին մանրամասն իր Աղձինիքը հայերի ամուսնանքանեկան սովորույթները գրքում Ռաֆիկ Նահապետյանն է անդրադարձել, նշելով քավորի դերը ու նշանակությունը հայ ընտանիքներում եւ հայկական իրականության մեջ, որովհետեւ իրականության մեջ
քավորը հեղինակության առումով առաջինն էր ընտանիքում, ում խոսքը որ անբեկանելի էր։ Եթե քավորը ինչ որ մի բան էր ասում, այդ ընտանիքը առանց քննարկելու քավորի խոսքը պիտի կատարեր։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ քավորական ինստիտուտի ատրիբուտները տեղափոխվել են նաև քրիստոնեական շրջանում եւ քրիստոնեության մեջ էլ քավոր ընտրում էին ամենահեղինակավոր եւ ամենապատվարժան մարդուն, ով իր վրա հանձն էր առնում դաստիարակելու նոր ամուսնացածների, իրենց նոր կազմվող ընտանիքին աջակից լինելու եւ առաջնորդելու, օգնելու իրենց ողջ կյանքի ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է կնքավորությունը, կնքահայրությունը, դա էլ ուրեմն քրիստոնեության ավանդության մեջ, երբ նոր էր ձևավորվում քրիստոնյա համայնքները, տեսնում ենք, որ հետապնդման էին ենթարկվում այդ համայնքները։ Եվ յուրաքանչյուր անձ չէր կարող գալ եւ այդ համայնքում անդամագրվեր, այլ պետք էր մի հեղինակավոր մարդ համայնքից, որպեսզի երաշխավորեր նրա մուտքը այդ համայնք։ Եվ այս պարագայում էլ հենց այդ կնքավորությունն է առաջանում, երբ համայնքից ինչ-որ մեկը բերում էր դրսից մեկին քրիստոնեական այդ համայնք ներգրավելու եւ ասում էր, որ ես երաշխավոր եմ, որ լրտես չի այս մարդը եւ իրականում ինքը ցանկություն ունի քրիստոնյա դառնալու, մեր համայնքի մեջ ընդգրկվելու։ Եվ այդ այլևս տեղափոխվել է մեր ժամանակներ, երբ կնքավորը ինքը երաշխավորում է, որ պիտի իր սանիկներին մեծացնի դաստիարակի որպես ճշմարիտ քրիստոնյաներ։ Եվ առաջնայինը պետք է նաև քավորը, կնքահայրը ինքը լինի քրիստոնյա եւ ծանոթ տեղյակ լինի քրիստոնեական ողջ այդ արժեշահային համակարգին, որպեսզի ինքն էլ իր հերթին կարողանա այդ նույն արժեքներով եւ այդ գաղափարներով մեծացնել իր սանիկներին։ Որ տարիքից կարելի է մասնակցել խոստովանության կարգին, չէ՞ որ երեխաները չեն գիտակցում մեղքը, բայց մոտենում են հաղորդությանը։ Խոստովանության կարգին մասնակցում են բոլոր տարիքի մարդիկ, որովհետև խոստովանությունը հատուկ կարգ է, որտեղ ընթերցվում են այն բոլոր մեղքերը, որ մարդը կարող է գործել, եւ այդտեղ ասում է կամա եւ ակամա նույնիսկ մեղքերը, եւ մեղա Աստծո վերջում ասում է, այսինքն բոլոր այդ մեղքերի համար մեղա են գալիս Աստծուն։ Եվ ինչպես սկզբում նշեցինք, տեսնում ենք, որ մեր ծնողները, մեր տատիկները նաև իրենց թոռնիկներին բերում են, նույնիսկ չգիտակցելով այդ երեխաները գալիս են ծնկաչոք եւ մասնակցում են խոստովանության կարգին։ Բայց պետք է նշել նաև, որ երեխաների հետ կապված Քրիստոս էլի ասեց, այս մանուկների պես պիտի լինեք, մինչև չլինեք այս մանուկների պես չեք կարող Աստծո արքայություն մտնել։ Այսինքն երեխաները մեղք չունեն, որպեսզի մեղքերի համար գան խոստովանություն անել։ Եվ ինչպես գլխաշորի պարագայում նշեցինք, նրանք նաև պարտադրանքը չունեն գլխաշոր կրելու, որովհետև նրանք անմեղ արարածներ են։ Բայց քանի որ սովորույթի ուժով նրանք պիտի դաստիարակվեն, կրթվեն, որպեսզի հետագայում իրենք իմանան, թե ինչ պիտի անել, շատ ճիշտ է, որ երեխաներին էլ են բերում ու մասնակից դարձնում խոստովանության կարգին։ Շնորհակալ եմ Տեր Այր մեր հաղորդմանը մասնակցելու, մեր օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, Աստված օրհնի։ Տեր Լևոն Քահանա Դավթյանն էր տեսակապով միացել մեզ։ Մենք կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։